իրավունք չունեն, չէ՞, դրմբաց նիստ անցկացնել, դա նաև դատարանում է լինում, այստեղ ԿՀ-ում։ Իրավունք ունեն, ես նաև այս բարձրախոսները չի թողում, որ ես առաջ գամ։ Տեսեք, դրմբացությունը, հրապարակայնությունը հանրային վերահսկողության կոնկրետ ձև է, եւ բոլոր պետական մարմիններում պետք է ընդունված կանոն լինի։ Բացառություններ իհարկե կան։ Այս դեպքում մենք գիտենք, որ նախաքննական տվյալները ամիսներ առաջ հրապարակվել էին, ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեն էր նույնիսկ հրապարակել ձայնագրությունները, այդ վերաբերելի դեպքին, քննվող դեպքին վերաբերելի անձանց տվյալները բոլորին հայտնի էին, ու նաև ստեղ մի կարևոր հանգամանք։ Այս համաձայնությունը քրեական հետապնդման համաձայնություն ստանալու, նաև ազատությունից զրկելու շեմը բավականին ցածր է, այսինքն դատարանի հետ չես համադրից է։ Ըստ էության քննարկվելի է մի համատեքստում, արդյոք այս միջնորդությունները պայմանավորված չեն քաղաքական դրդապատճառներով։ Հիմա այդ քաղաքական դրդապատճառները միանշանակ գործի նյութերից չի բխելու։ Դատախազությունը, վարույթի հանրային մասնակիցները այն ատյանները չեն, այն մարմինները չեն, որոնք պետք է քրեական գործի հետ համեմված քաղաքական դրդապատճառների վերաբերյալ ապացույցներ ներկայացնեն այստեղ, որը եւ հրապարակելու հետ կապված կարող է ինչ-որ գաղտնիքի հետ կապված թեմա լիներ։ Այսինքն զուտ ապացույցների վերլուծություն այն ծավալով, որ պետքա դատարանում իրականացվի, այստեղ տեղի չէր ունենալու։ Հետևաբար այս մասով գտնում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը անհիմն է, առնվազն ընկալելի չէ։ Այսինքն ինչ մտահոգություններով են ըստ ձեզ խոչընդոտել բաց դատական նիստը, բաց նիստը։ Ես կարծում եմ, որ որոշումները իհարկե ժամանակից առաջ չընկնենք, կայացվելու է հնարավորինս արագ այդ որոշումները կայացնելը առանց այլևայլությունների։ Ստիճկայի համար նիստանել, ձևականորեն այդ միջնորդության քննարկման ընթացակարգը պահպանել, էսա ձևական կողմը, բայց բովանդակային առումով վստահաբար այս միջնորդությունը դռնբակ քննելու հիմքեր չկան եւ չեն կարող լինել։ Պարոն Վարդանյան, ընդհանուր առմամբ անդրադառնալով նախ ընտրական պրոցեսի, հետընտրական պրոցեսի ընթացքում այս աղմկահարույց այսպես կոչված դեպքերին ընտրակաշառքների, երբ պարզվեց, որ իրենց հակակոռուպցիոն կոմիտեի կողմից մատնանշված 200-ից ավելի գործերից ընդամենը 14 սով է դատարան եզրակացություն ուղարկվել, դատարան ուղարկվել գործերը, այս համապատկերում ըստ ձեզ որն է միտումը, այսպես մեծ աղմուկ անել ու տակը ընդամենը այսպես փիղը մուկ ծնեց։ Տեսեք, ես իմ համար խիստ զարմանալի է, որ լավ օպերատիվ աշխատանք է, քննչական աշխատանք է, ենթադրյալ հանցագործության վերաբերյալ դեպքեր եք բացահայտել։ Հիմա կոնկրետ կուսակցության անունը այդ համատեքստում հրապարակելու տրամաբանությունն եմ փորձում հասկանալ, եթե շեշտվում է որ նաև օրինակ ուժեղ Հայաստանից են կամ չգիտեմ Հայաստան դաշինքից են, սա ինչ միտում ունի, ինչ նպատակ է հետապնդում։ Իմ կարծիքով այնտեղ առանձնապես տարբերակները շատ չեն։ Եթե միայն քննությունն է ձեզ հետաքրում, քննեք մեղավորների քրեական պատասխանատվության հարցը բարձրացեք եւ դատավճռով այդ հարցը լուծեք։ Բայց եթե դրան զուգահեռ նաև որևէ կուսակցության անկախ նրանից ուժեղ Հայաստանը կլինի, թե ընդդիմադիր կլինի, թե օրինակ իշխող կուսակցության, այս անունների հրապարակումը արդեն իսկ իմ կարծիքով այն եզրահանգմանը հանգեցնում, որ նախընտրական քարոզի ինչ-որ քողարկված ձևա տարբերակա որոշակի կուսակցությունների վարկաբեկելու, որոշակներին, ամենայն դեպս անկողմնակալ դիտորդի տեսանկյունով դա նկատելի է, ես նկատել եմ։ Պարոն Վարդանյանը ով է մեղադրող դատախազով է, անձնակացեք եւ եկել է նիստին։ Նիստին եկել է ազգանունը Դանելյան, Արտուր, կարծես թե հա, Դանելյան։ Շատ շնորհակալություն։